Հայաստանը վերածվում է իմ ասած բանալի պետության եւ ոչ մեկ չի կարող խանգարել բանալի պետության այսօր Կովկասում, բայց քանի որ մենք պատերազմում ռուսների շնորհիվ ջախջախվել ենք, այս գող գեներալների շնորհիվ վերքեր շատ ունենք եւ այլն, հիմա այս բոլորը պիտի վերակազմվի, վերաբուժվի եւ պաշտանանք, որը լինելու է այն ասեմ շղթայի մեջ այն ուղակն է այսօր Կովկասը եւ այս տարածաշրջան ավելի լայն, որից ինչպես ասում են խոսքը, ասում է շղթայի միջի այն ուղակն է, որից պիտի կարողանաս բռնես, շղթան կբարձրացնես։ Հայաստանը այդ ուղակն է, բանալի պետություն է, բաց բանալի պետությունն ինչ է, կուզես կբաց, բանալին կուզես բացես, կուզես բանալին քո ձեռն է։ Հայաստանը վերածվում այդ պետականության եւ հա Գերմանիան այստեղ իր արժանի տեղն ունի։ Հիմա Գերմանիայի ներկայությունը այս իրականացումը լինելու է, որ կասկած չունենաք։ Ես նույնիսկ հիմա անցած օրերը նախկին տեսփան պարոն Ռիխտերի հետ, Ռիխտերը կարծեմ, երկար զրույց եմ ունեցել Հայաստանի ուրեմն մի 2 ժամ երևի, այն իսկական, որ ասում են տնավարի, այդպես հայերենով, այո, տնավարի, շատ ջերմ եւ այլն, երբ իր համար բաներ թե մենք լավ ինչ եմ ուզում ես առաջին ու որ հետ հանդիպում ասում եմ, լսեք, ես ռուսական շպիոն չեմ, մեկ, երկրորդն էլ ոչինչ չեմ ուզում անձնական, որից այս զրույցները լինեն շատ ազատ, որտեղ ես ունեմ մտահղացումներ եւ քրիստոնեության բարակայի վրա եղել, որպես փափուկ ուժ մեր բարակայում, ինչ որ հիմա ենք ասում, դրթադմեց եւ այլն, ասել եմ դուք գերմանացիներ պարտավորություն ունեք, իշքան ուզում եք մշակույթի տեղմի տվեք, բայց եվրոպական մշակույթ է, առանց Գերմանիա, Ֆրանսիա, այս առանցքի ինչ կարող է լինել, չի լինի։ Եվ այսպես մի խոսքով երկար շատ ջերմ ասեց ինչ ասի դուք ես եկել եմ իմանաք, որ Հայաստանում կա իսկական քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, ԿԴՄ ադենոայրեն իմաստով, որի մոդելը ես վերցրել եմ Գերմանիայից, մոդելը։ Եվ Գերմանիայի քաղաքական ուղին, որ 45 թվից անցավ ադենոյր գլխավորությամբ, մենք անցնելու ենք։ Եվ Հայաստանը լինելու է, ասեց ինչ, ասի Բավարիա, որտեղ Բավարիան շատ կոմպակտ երկիր է, նայեցեք, դա տարբեր է մի քիչ գերմանական տարածքների համար, կոմպակտ է մեկ, մշակութային է, շատ ավելի, մշակութային, ազգային գերմանական, բավարական մշակույթը, նույնիսկ գարեջուրը, հայտնի է բավարական գարեջուրը, տարբեր է բոլորից, եւ ապանողական է, ավանդապաշտ է, իսկ այդ երկիրը ստեղծել է, այսինքն ստեղծել է որն է, կառավարել, ղեկավարել եւ այլն ԿԴՄ-ի քույր կուսակցություն, գերմանական սոցիալական միությունը։ Եվ այսպես ասեցի, այսպես ոչինչ ասի, ես ուզում եմ իմանալ, որ Հայաստանում կա մի ուժ, որ գերմանական մոդելի ներդրման համար ուրեմն ինքը պայքարելու եւ պայքարում այսօր դա արտադրություն չի, եթե լինի էլ ոչ մի վատ բան չկա, դա բան չի, որովհետեւ իրենք առաջ են անցել։ Ես մի բան ասեմ ընդհանրապես փիլիսոփայությունից, որ այություն հանգստելի։ Վախենալ պետք չի օտարի հետ համագործակցելուց, պարզապես ճիվաղների հետ չպետք է համագործակցել, նրանք որոնց խնդիրը Հայաստանը ոչնչացնելն է։ Իսկ եթե կան, որ մտների մեջ ունեն, այնքան ուժեղ պետք է լինել, որ ճզմել է պետք, եւ դա հնարավոր է։ Հիմա ընդհանրապես ասեմ այսպես. մեր մշակույթ հազարամյակների ընթացքում հին Հունաստան եւ այլն, Պարսկաստան այդ շրջանից էլ մեր բանը այնքան հզոր է, եթե մենք վերագտնում ենք մեզ այնպես ինչպես նարեկացիական Հայաստանների ընդհանրապես ինչպես վրացիները մեկ տարի համար կարող են իրենք կարող է մեր մշակույթը միշտ սրտի նման բաբախելով է աշխատել, խփել մեկ աչք, մեկ ծակ, տվել վերցրել։ Եղել է ժամանակաշրջան, որ մենք լիառատորեն մեր մշակույթը տրվել է Եվրոպային, Իրանին եւ այլն, Եվրոպայի շատ, այդ Բաքրատունի շրջանն է եւ հետո եղել է, որ մենք երբ որ տկար վիճակում ենք հայտնվել ինչ, դե մերս ֆիզիկական է պատերազմներ եւ այլն, օտարնվաճումներ, այդ ժամանակեր վերցրել ենք, բայց մեր մշակույթը մի հատկություն ունի։ Ես փիլիսոփայություն իրավունք եւ այլն ես մակարդակ նկատում եմ, այս ռաբիզմաբիզները չեմ, ռուսական բարտը չի, որ արգահատանք է առաջացնում, գիշեր ցերեկ գորգոռում են, թե ինչ են գոռում հասկանալի չի, բայց
Են նաև ռուսների մոտ բարձր մշակույթը կա, Դոստոևսկիևան։ Ուզում եմ ասել, այդ վախենալ պետք չի, որովհետև դարերն ապացուցում են, որ մշակութաբաններ հաստատեն, որ ինքը այն բխտոր ջրի միջի ընթացքի մեջ աշճանաբար զուլալվում, մաքրվում է, ինքը մաքրվում է, բայց ջանք է պետք թափել եւ այլն։ Եվ այս պարագայում կարծում եմ, որ ֆրանս-գերմանական այդ մշակութայինը, այդ տեխնոլոգիական հասկանալի է։ Իրենք մեզ կոժանդակեն, մենք այս վիճակը հաղթարենք եւ ռուսականությունից ժավելով մաքրվենք։ Եթե տակը կմնա Դոստոևսկի խնդիր չկա, բայց դա չի մնալու։ Ուզում եմ ասել, ահա այսպես է, հիմա տեխնոլոգիաների մասին ինչ ասեմ։ Ես մենակ ասեմ ինչու կարողացավ Ադենաուերը վերականգնել տեխնիկական իմաստով Գերմանիան։ Ինքը ընտրեց զարգացման հիմնական ուղղություն։ Եվ դա իհարկե Էրհարդն էր անողը, բայց նա էր քաղաքականություն վարողը, որը վերցրեցին մեքենաշինությունն ու սարքաշինությունը իրենց Հիտլերից հետո, երբ դուք ուշադիր եղեք, սովետական բոլոր մեքենաները, որ կա Մոսկվիտերը, գողացած գերմանական մեքենաներն են, են 24-10-ը, Mercedes-ն է, են բաներ, Մոսկվիչներ, Volkswagen-ն է, Հիտլերի սարքած եւ այլն, Պապետան եւ այդ բոլորը, եւ Գերմանիան հենց մեքենաշինության մեջ թռիչք ունեցավ դեպի ապագա Եվ 60 թվից հետո դե արդեն ինչ ասեմ։ Ուզում եմ ասել, որ մենք էլ այ փորձը ինչ է նշանակում։ Պետք է հասկանանք մեր զարգացման այն տեխնոլոգիական, տնտեսականի մասին է խոսքը, ինչպիսին հարաբերություններ են պետք եւ այլն եւ որը ընտրել։ Ես կարծում եմ, ես նորություն չեմ ասում, որ մենք սարքաշինությունը պիտի վերականգնենք։ Ընդ որում մենք ունեցել ենք Ձերժինսկի ենք ունեցել, մենք ունեցել ենք Կոմիտասի վրա այսօր որ են հսկա մարդու լացն է գալիս, երբ մտնում է City, ապրանք ֆրեզերնի գործարանն է, դրանք սարքաշինություն էին, հիմա սովետի չափով, բայց որակի իմաստով եւ այլն, այդ Ձերժինսկիում ես պոլիտեխնիկում աշխատած ժամանակ մտել եմ գերմանական հաստոցները Գերմանիայից որ դերել էին։ Թեթև արդյունաբերության բնագավառում էին օգտագործում։ Ես կարծում եմ, որ մենք սարքաշին, այս տեխնոլոգիա բանի դեմ ոչինչ չունեմ, հրաշալի ամերիկացի շատ արդյունավետ տեղը Թրամփի վարչակարգը որոշել է եւ գնում է գործը եւ այս մեկը գնում է արդեն կասկած չունենանք եւ Թրամփի ու այդ ուղին էլ վերջացած է, էլ մի չանց Ընդ որում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, որ թե արդեն օրերին կարծում եմ, որ մենք կառավարությունը պետք է քննի եւ կուսակցության առաջարկի։ Մենք պետք է ունենանք սարքաշինություն, ինչու, որովհետեւ մենք տեղում կարողանանք նաեւ ամեն ինչ արտադրել ասեղ թերից այո, սա ընդրություններին մենք որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն իմիջայլոց Մերձը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահն է։ Եվ գալու է Երևան, ինչ է տալու իր գալը։ Ամեն դեպքում գալիս է մասնակցի եվրոպական քաղաքական համայնքի։ Տեխնոլոգիա, զարգացում եւ այլն երևի կգա նաեւ կտեսնի Երևանի կայուն շինություններ այդ Պապետամոստեն ասում, ամոթել ասել, հաղթանակ, այդ բոլոր գերմանացի գերիներն են սարքել, որոնք մինչև հիմա անխաթար մնացել են, եւ այս գողավազակները չեն քանդել, որոշ բան քանդել բուտկա են սարքել իրենց համար, գողապետերը, բայց բոլոր դեպքերում այդ մնացած է։ Այսինքն Մերթին է Հայաստան գալը նրա ներկայությունը։ Շրջադարձ է Գերմանիայի պարագայը, որտեղ ես ասեմ, որ մենք ցեղասպանությունից առաջ Գերմանիայում հայկական մի հսկա խումբ է աշխատել, հսկա Ռուբեն Տարբինյան եւ այլն, որոնք Արտաշես Աբեղյան, որոնք Գերմանիայի հայ-գերմանական ընկերության միջոցով ուզում էին մեղմեն եւ այլն, բայց հաջողություն շատ չունեցան։ Հիմա այս բոլորից հետո մի հսկա շրջադարձը որ տեղի ունենում մեր պատմության մեջ եւ ես ասեմ, առանց բանի եմ ասում, Հայաստանն այսօր իր վերքերի մեջ իր գող քծող չեկիս եւ այլն էս աղբը վերջանում է, դա իշքան ուզում է, իշքան շատ գոռան, այնքան ուրեմն ցավը մեծ է վերադարձի, այն կոպիրկինի այս ծառաները, երեք է տեսանք այդ ծառաներն ոնց էին ֆռվում շրջել, ուրեմն Հայաստանը Փյունիկի նման վերականգնվել է, մենք պիտի անենք, որտեղ Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը դեր ունի, իսկ Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը այդ նույն քաղաքականության իրականացման ճանապարհը, որտեղ պայմանները մոտավոր նույնն են, մեծ մասշտաբներ տարբեր են, մենք գնանք դեպի այդ Փյունիկի հետևից։